Հայաստանում այդ հարցը շատ են տալիս։ Մեր այսօրվա իշխանությունները գործակալ են թե չէ։ Տպավորությունն այնպիսին է, որ երկիրը ներսից կառավարում է թշնամին։ Թշնամին իր ներկայացուցիչներն է դրել, ազդել Հայաստանի իշխանության վրա, որովհետև սրանք ինչ որ անում են, ձեռնտու է միայն մեր թշնամիներին։ Արցախը տրոյական ձին է տարել կործանման ու հասել է Հայաստանին, մեր հավատին, մեր եկեղեցուն, մեր միասնությանը, մեր սփյուռքին։ Այսպես ձևակերպեմ։ Նիկոլն ու ՔՊ-ն կարծես տրոյական ձին են, իսկ ամեն ոլորտ ունի իր տրոյական ձիու քուռակները։ Եկեղեցու մեջ այն եպիսկոպոսներն են, որոնք չնայելով վարչապետի գրոհներին, գնում են նրա հետ գործարքի։ Դատական համակարգում Մասիս Մելքոնյաններն են, նրա նմանները։ Քննչականում սրբազաններին անհեթեթ մեղադրանքներ գրողներն են։ Բանակում սպայի պատիվը հողին հավասարացրածները։ Եթե քննչական համակարգում չլինեին տրոյական ձիեր, ապա 3 քրեական գործեր կհարուցվեին, թե այն մարդկանց դեմ կլինի Գյումրու տնտեսագիտական համալսարանի ղեկավար, ԱԱԾ աշխատող, որոնք այցելում են հոգևորականին ու պահանջում պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չտալ, թե Նիկոլ Փաշինյանի դեմ, որ հրամայում է այդ ամենը անել։ Այդ ամենը իրավական գնահատականի հստակ բնորոշում ունի։ Պետության մի ճյուղի ղեկավարը խառնվում է եւ ցուցումներ է տալիս պետությունից անջատ առաքելական եկեղեցու ծառայողին։ Մի բան էլ ստիպում է իր ենթակայության տակ գտնվող ուժայիններին ի կատար ածել իր ցանկությունը ամեն գնով։ Դա ինչ է։ Թող Աննա Վարդապետյանը բացատրի։ Վստահ եմ, նրան գիշերն էլ քնից հանեք, անգիր կասի, թե հոդվածները, թե պատժաչափերը համաշխարհային փորձից էլ օրինակներ կբերի։